Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1484-րդ օրն է։ Գիշերը աշխարհի ոչ բոլոր վայրերում է հանդարտ անցել։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Իրանի եւ հարևան երկրների միջև հարվածների փոխանակումը շարունակվել է, մինչ Պարսից ծոցի երկրների հոպը սկսել է ավելի լավ հաղթահարել իրանական հարվածները, ռուսական հոպը շարունակում է ձախողել ուկրաինական դրոնների դեմ պայքարը եւ վնասել է կրասնոդարցիների բնակարանները։ Ես բազմիցս զգուշացրել եմ Ռուսաստանի հայերին, ովքեր չեն սատարում Պուտինին, ուշադիր եղեք օդային տագնապներին, փորձեք գտնվել անվտանգ վայրերում։ Մենք անտարբեր չենք Պուտինին չսատարող մեր հայրենակիցների ճակատագրի հանդեպ։ Ուկրաինան չի հարվածում խաղաղ բնակիչներին, իսկ ռուսական ծուռ ձեռքերով հոպը չափազանց վտանգավոր է հենց առաջին հերթին ռուսաստանցիների համար։ Ռազմաճակատում մարտերի քանակը կրկնապատկվել է, համապատասխանաբար կրկնապատկվել են նաև օկուպանտների կորուստները։ Ռուսաստանը լայնածավալ հարձակում սկսեց հարավում, բայց ընկնելով Ուկրաինայի զինված ուժերի հակագրոհի տակ, թշնամին միայն մեկ ուղղությամբ մինչև 1000 զինվոր կորցրեց, իսկ ռուսների զոհերը միայն Գուլիայպոլիի շրջանում չեն ավելացել, այլ ամենուր, որտեղ նոր գրոհների փորձեր են արել օկուպանտները։ Անցած օրվա ընթացքում ուկրաինական զորքերը նաև լավ բերք են հավաքել ագրեսոր երկրի կարևոր ռազմական օբյեկտների խոցման մասով, հատկապես Ղրիմում, իսկ Իրանում խոստովանել են Ալի Լարիջանիի մահը։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Լարիջանիի հետ միասին զոհվել են նաև նրա որդին եւ թիկնապահները։ Իրանը համակված է աննախադեպ ներքին ճգնաժամով, միայն Լարիջանին չի սպանվել, շարունակվում են իսլամական ռեժիմի կրճոնների հատ-հատ ոչնչացումը։ Վարչակարգի առանցքային դեմքերի լիկվիդացման ֆոնին Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասցեին կտրուկ քննադատությամբ, ուժայինների գործողությունները անվանելով անխոհեմ։ Ինչպես հայտնում են իրազեկ ինսայդերական աղբյուրները, Իրանի իշխանության վերին օղակներում իսկական ցնցումներ են տեղի ունենում։ Ըստ նրանց տվյալների նախագահ Փեզեշքյանը ծայրահեղ զայրացած է գվարդիականների գործողություններից եւ լրջորեն դիտարկում է իր հրաժարականի հնարավորությունը։ Դե Իրանի բարձրագույն ղեկավարության առայժմ ողջ մնացած անդամների շարքերում արկա պառակտման մասին մենք բազմիցս խոսել ենք մեր եթերներում, բայց որքան շատ են ոչնչացում իսլամական վարչակարգի ներկայացուցիչները, այնքան ավելի թեժ են դառնում բանավեճերը գլխատված վարչակարգի տարբեր թևերի միջև։ Մեր աչքի առջև տեղի է ունենում վարչակարգի տրանսֆորմացիա, Իրանը սրընթաց անցնում է արմատական ռազմական կառավարման ձևաչափի, վարչակարգի ղեկավարի հետնորդի դերը լոկ ձևական է, Մոջթաբա Խամենեին, ում չեն կարող ցույց տալ հանրությանը, այս կոնֆիգուրացիայում դիտարկվում է ընդամենը որպես խամաճիկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալիտետի ձեռքում։ Տեղի ունեցողը դժվար է անվանել այլ կերպ, քան իշխանության զավթման փորձ։ Ուժային բլոկը փաստացի հաստատել է լիակատար միանձնյա վերահսկողություն պետական գործընթացների նկատմամբ, անտեսելով իշխանության քաղաքացիական ինստիտուտները։ Իրավիճակը Թեհրանում մնում է ծայրահեղ անկայուն։ Ամերիկան եւ Իսրայելը զտում են Բասիջի ստորաբաժանումները հենց Թեհրանի փողոցներում, խոցվում են նաեւ արդեն տնտեսական նշանակության օբյեկտները, հարված է հասցվել նույնիսկ ատոմակայանին, վերջինը ինձ թվում է պատահական է եղել, իսկ Փեզեշքյանի հնարավոր հեռացումը կարող է դառնալ անդառնալիության կետ Իրանի ներկայիս քաղաքական համակարգի համար։ Միևնույն ժամանակ Պարսից ծոցի երկրները կոչ են անում Ամերիկային տապալել իրանական վարչակարգը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Զգում եք ինչպես է Ամերիկան մոտեցել Հայաստանին։ Այն կոմունիստների թափթփուկները առաջ ասում էին Ամերիկան հեռու է, Ռուսաստանն է տարածաշրջանում։ Դե մի հատ ձեռքով արեք ձեր Ռուսաստանին, տեսեք ուր է կորել։ Նայեք հանկարծ բունկերի դուռը չկորցնեք։ Պարսից ծոցի մի շարք երկրներ կոչ են անում Ամերիկային շուտափույթ ավարտին հասցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը, տապալել տեղական վարչակարգը եւ Թեհրանին զրկել տարածաշրջանում գերիշխելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը հղում անելով դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին։ Ըստ նրանց արաբական պետությունները չեն դիմել Վաշինգտոնին Մերձավոր Արևելքում պատերազմ սկսելու խնդրանքով, սակայն այժմ գտնում են, որ Իրանը հատել է կարմիր գծերը եւ սպառնալիք է դարձել Պարսից ծոցի կարևորագույն առևտրային ուղիների համար, որոնցից կախված է ողջ տարածաշրջանային տնտեսությունը։ Reuters-ի աղբյուրները նաև նշում են, որ նախագահ Թրամփի վարչակարգը իր հերթին փորձում է ստանալ Պարսից ծոցի երկրների աջակցությունը Իրանի դեմ արշավը շարունակելու համար։ Սպիտակ տանը կարծում են, որ դաշնակիցների մասնակցությունը կարող է գործողությանը հաղորդել ավելի մեծ միջազգային լեգիտիմություն։ Տրամադրությունները տարածաշրջանում կտրուկ փոխվել են տարբեր երկրների մի շարք օբյեկտների վրա Իրանի հարձակումներից եւ Հորմուզի նեղուցի շրջափակումից հետո,
Եթե նախկինում որոշ պետություններ դեմ էին պատերազմին, ապա այժմ ծոցի մի շարք երկրներում աճում է համոզմունքը Թեհրանը դարձել է օբյեկտիվ սպառնալիք հենց իրենց սեփական անվտանգության համար։ Այդ ընթացքում ամերիկյան ավիացիան Իրանի երկնքում իրեն զգում է ինչպես տանը, ամերիկյան ռազմական գործողության շրջանակներում գրեթե լիակատար վերահսկողություն է հաստատել Իրանի օդային տարածքի նկատմամբ, ճնշելով հոբ համակարգերը եւ գործելով գործնականում անարգել B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները կանոնավոր կերպով հարվածներ են հասցնում միջուկային եւ ռազմական օբյեկտներին, իսկ Սպիտակ տունը հայտարարում է երկրի ղեկավարության փոփոխության պլանների մասին։ Ի դեպ ավելի քան 200 ուկրաինացի ռազմական մասնագետներ են ժամանել Մերձավոր Արևելք օգնելու հետ մղել դրոնային գրոհները։ Այս մասին երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանին ուղղված ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մեջբերեմ մեր թիմերն արդեն գտնվում են Էմիրություններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում եւ ուղևորվում են նաեւ Քուվեյթ։ Մենք համագործակցում ենք մի քանի այլ երկրների հետ, համաձայնագրերը արդեն կնքված են, ասել է Զելենսկին։ Զգում եք աշխատանքը ինչ արագ է կատարվում։ Ուկրաինան փորձագետներ է ուղարկել գործընկերներին, մասնավորապես Ամերիկայի խնդրանքով, այսպիսով խոսքը փաստացի դրոնային գործարքի մի մասին է, որն Ուկրաինան առաջարկել էր Միացյալ Նահանգներին դեռ անցյալ տարի, երբ Թրամփը մերժել էր, բայց հիմա ստիպված է եղել օգնություն խնդրելու Ուկրաինայից։ Զելենսկու խոսքով Ուկրաինան համագործակցում է նաև մի քանի այլ երկրների հետ։ Ուկրաինայում ստեղծում են դրոններ, որոնք ընդունակ են արդյունավետ գործել ոչ միայն Սև ծովում, այլև օվկիանոսային պայմաններում եւ կարող են կիրառվել ռազմավարական կարևոր ջրերում, ինչպիսին Հորմուզի նեղուցն է, այս մասին մարտի 17-ին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Խոսքը ծովային դրոնների մասին է այս դեպքում։ Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական տեխնոլոգիաները թույլ են տալիս լուծել բարդ խնդիրներ, որոնց հետ երբեմն չի հաջողվում գլուխ հանել նույնիսկ նավատորմներին։ Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ շնորհիվ ուկրաինական ծովային դրոնների արագ զարգացման Ուկրաինան հետ է մղել ռուսական նավատորմի մնացորդները Սև ծովի հեռավոր ծովախորշեր, որտեղ թշնամու նավերը չեն կարողանում արդյունավետորեն հակազդել ուկրաինական համակարգերին։ Մեջբերեմ մենք հաղթեցինք, մենք նվաճեցինք մեր ծովը, ռուսական նավատորմի պաշտպանությունը ուժեղ էր, մենք դա չենք հերքում, բայց մեր ծովային դրոնների համակարգերը մշտապես զարգանում են եւ մենք կենտրոնացել ենք այդ զարգացման արագության վրա, եզրափակել է Զելենսկին, ակնարկելով, որ կարող ենք օգնել նաեւ Հորմուզի նեղուցում։ Նկատում եք, չէ՞, թե ինչպես է միջազգային ասպարեզում Ռուսաստանը տեղը աստիճանաբար զիջում Ուկրաինային։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է Կրեմլի վարչակարգի անկարողությունը իրենց անհամաչափ ախորժակներով եւ ամբիցիաներով։ Պետք է գործով զբաղվել, այլ ոչ թե քարոզչությամբ փակել դատարկությունը, չնայած ռուսներն ու գործը երևի թե շատ տարբեր հասկացություններ են։ Իդեպ Ուկրաինայի նախագահը Մեծ Բրիտանիա կատարած շատ արդյունավետ այցից հետո այսօր արդեն այցելել է Մադրիդ։ Այնտեղ նույնպես սպասվում են կարևոր հարցերի լուծումներ, մինչդեռ Եվրոպան շարունակում է պնդել Մոսկվայի նկատմամբ կոշտ քաղաքականության վրա։ Եվրոմիության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը մերժել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի կոչը նորմալացնել հարաբերությունները Մոսկվայի հետ եւ վերականգնել հասանելիությունը ռուսական էժան էներգակիրներին։ Ռուսաստանը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունների նկատմամբ եւ միայն ուժեղացնում է հարվածները։ Այս մասին հայտարարել է Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը։ Մեջբերեմ Ռուսաստանը ցույց տվեց, որ իրականում չի ցանկանում բանակցություններ։ Նրանք միայն ուժեղացնում են հարվածները Ուկրաինայի ուղղությամբ, քանի որ ցանկանում են բավարարել իրենց մաքսիմալիստական նպատակները։ Եվրոպան չի ցանկանում դա թույլ տալ, ուրեմն որտեղից նրանց ցանկությունը մեզ հետ խոսելու, ասել է Կալասը ի պատասխան լրատվամիջոցների այն հաղորդումների, թե Ռուսաստանը մերժել է Ֆրանսիայի ներկայացուցչի Եվրոմիության հետ բանակցություններ վարելու առաջարկը։ Կալասը հավելել է, որ Եվրոմիության մոտեցումը պետք է լինի Ռուսաստանի վրա ճնշման պահպանումը, մասնավորապես ռուսական նավթի առավելագույն գնի կանոնավոր պահպանման միջոցով, ինչպես նաև պատժամիջոցների 20-րդ փաթեթի սահմանափակումների կիրառումը պայքարը ստվերային նավատորմի դեմ եւ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Երեք նորից ինսայդներ կային, որ հաջողվել է Օրբանի վրա ճնշում գործադրել, բայց սպասենք օֆիցիալ տեղեկատվությանը, որովհետեւ նման լուրերը շատ էին։ Իսկ Թրամփը այդ ընթացքում ասում է, որ Ամերիկան մեծ աջակցություն ունի Մերձավոր Արևելքի երկրներից, բայց գրեթե ոչ մի աջակցություն չի ստացել ՆԱՏՕ-ից։ Թրամփը անհրաժեշտ է համարում վերանայել Ամերիկայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, այս մասին վկայում է ամերիկյան առաջնորդի հայտարարությունը, որը մեջբերում է CNN հեռուստաալիքը։
Իսկ Զելենսկին կոչ է արել Թրամփին եւ Սթարմերին հաշտվել, ինչպես հայտնի է, Իրանի պատերազմը դիվանագիտական հակամարտություն է առաջացրել Ամերիկայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների միջև։ Թրամփը քննադատում է Սթարմերին պատերազմին միանալուց եւ Մերձավոր Արևելքում Ամերիկայի գործողություններին աջակցելուց հրաժարվելու համար։ Այս թեմայով իր վերջին մեկնաբանություններում Սպիտակ տան տերը բրիտանական վարչապետին անվանել է բոլորովին ոչ Ուինստոն Չերչիլ եւ հիասթափություն հայտնել նրանից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ամերիկայի նախագահ Թրամփին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերին վերագործարկել հարաբերությունները։ Մեջբերեմ, ես շատ կցանկանայի, որ նախագահ Թրամփը հանդիպեր Ստարմերի հետ, որպեսզի նրանք ունենային ընդհանուր դիրքորոշում, ասել է Զելենսկին։ Զելենսկին նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Իրանի ավտորիտար համակարգերը հիմնված են ատելության վրա եւ հենց այդ պատճառով են դարձել զինակից գործընկերներ։ Քաղաքակիրթ աշխարհը չի կարող թույլ տալ, որ ատելության վարչակարգը սպառնա Եվրոպային կամ մեր գործընկերներին եւ որևէ բան շահի։ Ռազմաճակատում բախումների թիվը, ինչպես ասացի, կրկնապատկվել է։ Ուկրաինան դուրս է մղում ռուսական զորքերը, կրկնապատկվել են նաև Ռուսաստանի կորուստները։ Փորձագետները առանձնացնում են կարևոր մարտերը Չասով Յարի շրջանում դեպի Կոնստանտինովկա, Դաբրապոլիայի ուղղությամբ Պոկրովսկի եւ Գուլյայ Պոլիայի շրջաններում 3 ռազմաճակատում տեղի է ունեցել 286 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 1710 օկուպանտի եւ նրանց 1462 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,282,570-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Այնտեղ տեղադրում ենք այնպիսի կադրեր, որոնք հնարավոր չէ ցույց տալ YouTube-ով։ Օգտվելով առիթից ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար։ Ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Իրանը միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է այն մասին, որ երեքշաբթի երեկոյան Բուշեհր ատոմակայանի շենքին արկ է դիպել։ Այս մասին ասված է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության մեջ։ Կայանի վնասվածքների կամ անձնակազմի վիրավորումների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկին առավելագույն զսպվածության կոչ է անում հակամարտության ընթացքում կանխելու միջուկային վթարի վտանգը, նշել են գործակալությունում։ ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության համաձայն հարվածը չի հանգեցրել ֆինանսական, տեխնիկական կամ մարդկային կորուստների, ինչպես նաև վնաս չի հասցրել էլեկտրակայանի որևէ հատվածի։ Իմ մոտ ավելի շատ տպավորություն է, որ Իրանը փորձում էր սա որպես շանտաժ ներկայացնել։ Դեռ Ռուսաստանի ընկերներն են, չէ, շանտաժը իրենցից հեռու չէ։ Այդ ընթացքում ՆԱՏՕ-ն ուժեղացնում է թուրքական թիկունքը, ՆԱՏՕ-ն եւս մեկ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի հարավում, համակարգը կտեղակայվի Ադանա նահանգում, որտեղ գտնվում է Ինջիրլիկ ավիաբազան, այնտեղ տեղակայված են Ամերիկայի եւ դաշնակից այլ երկրների զինվորականներ։ Անցյալ շաբաթ Թուրքիան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն Patriot համակարգ է տեղակայել նաեւ հարավ-արևելյան Մալաթիա նահանգում, սա պատմական Հայաստանն է։ Հիշեցնեմ, որ Ինջիրլիկ ավիաբազայում տեղակայված են Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցների, այդ թվում Իսպանիայի եւ Լեհաստանի անձնակազմը։ Միևնույն ժամանակ Ամերիկան ցանկանում է Ռուսաստանի նախկին դաշնակից երկրին ներգրավել Իրանի դեմ պատերազմում։ Ամերիկան Սիրիայի հետ քննարկում է սիրիական զորքերը Լիբանան ուղարկելու հնարավորությունը Իրանի դաշնակից Հեզբոլլահ խմբավորմանը հակազդելու համար։ Հետաքրքիր է, թե ինչով կավարտվեն բանակցությունները։ Իդեպ օրերս Իսրայելի բանակը չեզոքացրել է կարևորագույն մի համալիր, որի մշակումները ապագայում Իրանին թույլ կտային գրոհել արբանյակները։ Իսրայելը հարվածել է Իրանի տիեզերական ծրագրի առանցքային օբյեկտին։ Ըստ տեղեկությունների օբյեկտում իրականացվում էին նշանառության համակարգերի հետազոտություններ, որոնք ընդունակ են աշխատել մթնոլորտից դուրս։ Նման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել արբանյակների խոցման, միջոցների մշակման եւ արտադրության, ինչպես նաեւ գոյություն ունեցող հրթիռային ծրագրերի կատարելագործման համար։
Իսրայելում ենթադրում են, որ մշակումները կարող էին կապված լինել իրանական բալիստիկ հրթիռների եւ տիեզերական հրթիռակիրների հետ։ Նման տեխնոլոգիաները դե ֆակտո առանցքային են հակաարբանյակային զենք ստեղծելու համար։ Ես հուսով եմ, որ գոնե այս տվյալները կբացեն նրանց աչքերը, ովքեր Հայաստանում դեռ անհանգստանում են իրանական վարչակարգի համար։ Քարոզչությունը մարդկանց գլխում խառնել է Իրան, Իրանի ժողովուրդ եւ իսլամիստական վարչակարգ հասկացողությունները։ Իրանը հարևան է, իրանցի ժողովուրդը բարյացակամ է հայերի նկատմամբ, բայց իրանական իսլամիստական վարչակարգը համաշխարհային սպառնալիք է, պետք է սա արձանագրել, իսկ համաշխարհային սպառնալիքը անմիջական հարևանությամբ ունենալը ամենավտանգ իրավիճակներից է։ Այդ իսկ պատճառով, որքան շատ մեր հայրենակիցներ արագ տարանջատեն այդ հասկացողությունները, այնքան ավելի ճիշտ կընկալեն տեղի ունեցողը։ Իդեպ թարմ նորություն, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը սպանվել է գիշերը Թեհրանին հասցված իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Դե պարզ է, որ Իրանում քանի գնա քաոս է տիրելու, այդ իսկ պատճառով միջազգային փորձագետները նույնպես անհանգստանում են Հարավային Կովկասի երկրների ճակատագրով։ Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունը սկսում է ուղղակիորեն անդրադառնալ Հարավային Կովկասի իրավիճակի վրա, տարածաշրջանի երկրներին ներքաշելով աճող անկայունության գոտի։ Այս մասին զգուշացնում են Կարնեգիի փորձագետները։ Ինչպես նշվում է նյութում, հետևանքները արդեն զգացվում են Իրանի հյուսիսային սահմանին, ընդ որում Հարավային Կովկասի երկրները փաստացի հայտնվում են սրվող աշխարհաքաղաքական լարվածության գոտում։ Տնտեսական պատկերը երկակի բնույթ ունի, նավթի գների աճը կարող է ավելացնել օրինակ Ադրբեջանի եկամուտները, սակայն միաժամանակ ուժեղանում է գնային ճնշումը։ Ռիսկերի թվում փորձագետները առանձնացնում են Իրանից փախստականների հնարավոր հոսքը, նույնիսկ փակ սահմանների պարագայում, ընդ որում Բաքուն, ինչպես ընդգծվում է, հատուկ հասկացնել է տվել, որ չի ներքաշվի Իրանի դեմ պատերազմի մեջ եւ մերժում է երրորդ երկրների կողմից իր տարածքի հնարավոր օգտագործման վերաբերյալ ենթադրությունները։ Հարավային Կովկասի համար ընդհանուր առմամբ հակամարտության հետևանքները կարող են լինել համակարգային տրանսպորտային նախագծերին սպառնացող վտանգներից, մասնավորապես թրիփից մինչև ուժերի հավասարակշռության փոփոխության։ Ի վերջո, ինչպես նշում են վերլուծության հեղինակները, տարածաշրջանի ապագան մեծապես կախված կլինի բուն Իրանի ներսում տիրող իրավիճակի զարգացումից։ Այդ իսկ պատճառով ես իմ եթերներից մեկում ենթադրեցի, որ միգուցե Հայաստանում ընտրությունները հնարավոր լինի հետաձգել անվտանգության նկատառումներով, բայց դրա որոշողները իհարկե հայկական քաղաքական դաշտն ու հասարակությունն են։ Մերձավոր Արևելքի պատերազմը հարվածել է Ռուսաստանի ավիացիային, Կրիտիկական պահեստամասերի մատակարարումները խափանվել են, այնպես որ միայն օգուտներ չէ, որ Ռուսաստանը փորձում է ներկայացնել, որ ստանում է Իրանի պատերազմից։ Մերձավոր Արևելքում էսկալացիան լուրջ հարված դարձավ ռուսական քաղաքացիական ավիացիայի համար, ոլորտը զրկվել է կարևորագույն համալրող մասերից Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ Այս մասին հայտնել է ռուսական իշխանամետ Շոտ ռեսուրսը։ Ռուսական քաղաքացիական ավիացիան 4 տարի առաջ զրկվել էր արևմտյան համալրող մասերի օրինական հասանելիությունից։ Ի պատասխան Ուկրաինա ներխուժման, ընկերությունները գտել էին գորշ մատակարարումների շրջանցիկ ուղիներ եւ հիմնական հաբը Դուբայն էր։ Այժմ Իրանի դեմ Ամերիկայի եւ Իսրայելի ռազմական գործողության հետ կապված լոգիստիկա շղթան փլուզվել է։ Ռուսները հապշտապ նոր երթուղիներ են փնտրում, իսկ այդ ընթացքում օդային տրանսպորտի վտանգները գնալով ավելանում են։ Եվս մեկ խնդիրը դարձել ավիացիոն շարժիչների սպասարկումը։ Նախկինում ռուսական ինքնաթիռների մի մասը վերանորոգում եւ տեխնիկական սպասարկում էր անցնում Իրանում։ Պատկերացնում եք Ռուսաստանի դեգրադացիայի աստիճանը, որ տեխնիկական սպասարկումը ինքնաթիռների Իրանում էր անցկացնում։ Սակայն պատերազմի պատճառով այս հնարավորությունը այլևս հասանելի չէ ռուսների համար։ Ռուսական ավիացիայի կախվածությունը լոգիստիկ բարդ սխեմաներից մնում է բարձր։ Ցանկացած նոր պատժամիջոց կամ տարանցիկ երթուղիների փակում կարող է վերածվել հսկայական խնդրի ռուսական փոխադրողների համար։ Նշենք, որ պատժամիջոցները շատ ուժգին են հարվածել Ռուսաստանի ավիացիոն ոլորտին։ Այսօրվա դրությամբ համալրող մասերի պակասի պատճառով շահագործումից արդեն դուրս է բերվել հեռամագիստրալային ինքնաթիռների ավելի քան 1/3-ը։ Խոսքը 97 լայներներից ավելի քան 30-ի մասին է, որոնք օգտագործվում էին դեպի հեռավոր արևելք թռիչքների եւ միջազգային երթուղիների համար։ Կտրուկ աճել է թռիչքների ժամանակ տեղի ունեցող արտակարգ պատահարների քանակը, անսարկությունների այն դեպքերի ընդհանուր թիվը, որոնց պատճառով չվերթները ստիպված են եղել չեղարկել կամ ընդհատել օդում 25 թվականի 11 ամիսների ընթացքում գերազանցել է 800 դեպքը։ Դե իսկ մինչ Ռուսաստանում թարմ հետազոտությունները ցույց են տվել, որ ռուսաստանցիները զանգվածաբար բողոքում են դեպրեսիայից, Ուկրաինայի պատերազմի պատճառով ուկրաինական բանակը հավելյալ ապրումներ է պատճառում նրանց, ովքեր մտահոգված են Պուտինյան հանցավոր վարչակարգի համար,
Չնայած ռուսական հոպը հավելում է ռուսների խնդիրները, ձեր էկրաններին տեսնում եք ռուսական հոպի աշխատանքի պատճառով տուժված Կրասնոդարում շենքը։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը ամեն օր համալրում են մեր Telegram-յան ալիքը։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ուրվականներ խմբավորումը խոցել է ռուսական բանակի Վալդայ նորագույն ռադիոլոկացիոն կայանը ժամանակավորապես օկուպացված Ղրիմում, ինչպես հաղորդվում է մարտի առաջին երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական հատուկ ստորաբաժանման մասնագետները շարունակել են Ղրիմում ռուսների հակաօդային պաշտպանության ոչնչացումը, արդյունավետ հարձակումներից մեկի ժամանակ ռազմական հետախույզները խոցել են Վալդայ ռադիոլոկացիոն կայանը, սա ռուսական նորագույն համալիր է, որը նախատեսված է փոքրաչափ դրոնների հայտնաբերման եւ դրանց դեմ պայքարի համար, իսկ Ուկրաինայի գլխավոր շտաբը հաստատել է երեկվա հարվածը ռուսական Ուլյանովսկի ավիագործարանին։ Ըստ նախնական տեղեկությունների խոցվել են կլիմայական ծածկարանները եւ ինքնաթիռների կայանատեղիները, ձեռնարկության տարածքում գտնվող օդանավերի մի մասը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հասցված վնասի ամբողջական մասշտաբները դեռ ճշտվում են, իսկ ռուսական հանցավոր զորքերը գրոհել են Ուկրաինայի 4 մարզերի էներգետիկ համակարգերը 3 գիշեր, ինչպես նաեւ թիրախավորել են այլ քաղաքացիական օբյեկտներ։ Մարտի 18-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են 147 հարվածային դրոններով, Շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տիպի անօդաչուներով, որոնցից ավելի քան 70-ը շահեդներ էին։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից երկրի հյուսիսում, հարավում եւ արևելքում խոցվել կամ ճնշվել են թշնամու 128 շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տիպի դրոններ, արձանագրվել է 15 հարվածային դրոնի խոցում 12 վայրերում, ինչպես նաեւ խոցվածների բեկորների անկում եւս 3 վայրում։ Դա ռուսական հանցավոր զորքի ամենօրյա ձեռագիրն է։ Եվ մինչ Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մարտի 18-ին անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր կստորագրի Իսլանդիայի հետ, այն ֆոնին, երբ այդ երկիրը խորհում է Եվրոմիության անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման մասին, իսկ այդ ֆոնին Ֆրանսիայի արտգործնախարարը չի բացառում Կանադայի Եվրոմիությանը անդամակցելու հնարավորությանը, մենք հետևում ենք հայ լսարանի համար պոտենցիալ հետաքրքիր բոլոր իրադարձություններին եւ դրանք ներկայացնում մեր Telegram-յան եւ YouTube-յան ալիքներում։ Շատ չերկարացնեմ եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր հաղորդումը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր ալիքներին, խնդրում եմ անպայման դա անել, շատ կարեւոր է դա մեզ համար։ Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում, մինչ նոր հանդիպում, բարով մնաք եւ ամենագլխավորը անփորձանք։